Հինգ էջի վրա մենք ներկայացրել ենք ոչ թե ուղղակի մտահոգություն, այլ ներկայացրել ենք նաև լուրջ հիմնավորել, նաև գիտնական հիմնավորումներ այդ երկու որոշում մերժելու համար, հետ կանչելու։ Նո առաջի հերթին մենք այսօր, քանի որ պետք է քննարկվի հենց օրենքի փոփոխություն է, հա, օրենքի մեջ փոփոխություն է այս որոշումը։ Մենք դեմ ենք երկու կառավարական որոշումների։ Մի որոշումը վերաբերվում է Սևանից ավել ջուր տանելու, փաստորեն 40%-ով, եւ այսօր ազգային ժողովում պետք է քննարկվի հենց այդ օրենքի մեջ փոփոխությունը։ Մյուս որոշումը վերաբերվում է համալիր ծրագրի ձկնաբուծարանի վերաբերյալ, որը չի անցնում ազգային ժողով, բայց տեսնես, քանի որ դա լուրջ խախտում է Սևանի օրենքը, ելի պահանջում է Սևան ազգային ժողովի քննարկմանը եւ եթե պետք է ինչի՞ չէ որ օրենքի փոփոխություն է նրանք ուզում են ընդհանրապես փոխել այդ օրենքը։ Կոչ ենք անում մեր պատգամավորներին, որ նրանք չընդունեն դեմ քվեարկել օրենքի կառավարության կողմից առաջարկված փոփոխությունների, համաձայն որի Սևանից պետք է 40%-ով ավել ջուր տանեն 5 տարվա ընթացքում։ Եվ ես ուզում եմ ավելացնել, որ կառավարությունը, չնայած որ ասում եմ մենք պատրաստ ենք այդ կոնստրուկտիվ երկխոսությանը, ոչ մի առաջարկ չի ընդունել, ոչ չի ընդունել առաջարկ գիտնականների կողմից, որ նրանք ասել են գոնե մի տարով սահմանափակեք այս փոփոխությունները, ոչ թե 5 տարվա ընթացքում, գոնե այդ առաջի տարի, եթե այդպես աղետալի վիճակը, եւ ոչ թե 240 միլիոն խորանարդ, գոնե 220, միջև 220 նշանակեք, բայց չէ, այնտեղ չոտքի абсолютно չոտքի այսպես հաշվարկ կա, ըստ հաշվարկի դու պետք է գոնե այսքան ջուր տանես, որ նվազեցնես այդ մակարդակը, որ մակարդակը չբարձրանա եւ իրանց նպատակներին ծառայի։ Իսկ նպատակները լրիվ ուրիշ են, ոչ տարարացան դաշտը։ Քանձարանից զրկենք, էդենք մենք ուզում անենք, մենք ուզում ենք, որ հանրությունը սա հասկանա, որ մենք բավականին լուրջ վիճակում ենք եւ մենք իրավունք չունենք խաղալու լճի հետ։ Դա ուրեմն հայ ժողովրդի ապրելու, լինելու, չլինելու խնդիրն է։ Մենք այդպես ենք այս խնդիրը դրել եւ կարծում եմ, որ շատերը պիտի դրա մասին մտածեն։ Ես գիտեք, ես ցավոք սրտի չեմ եղել այնտեղ, այդ պահին ինձ հարմար չէր ուղղակի, բայց ինչքանով որ ես տեղեկացա իմ գոլեգաներից, բավականին լուրջ ուրեմն արձագանք է ունեցել, որովհետև մենք իրազեկումը անցել է լավ, շատ մարդ է եղել, տարբեր ուրեմն գյուղերից, շրջանից ընդհանուր առմամբ խոսել են նրա մասին, թե ինչ է իրանից այդ ծրագրերը իրանցից ինչ են ներկայացնում եւ մարդիկ իրենց մտավախությունները, մտահոգություններն են արդեն հայտնել եւ բողոքել են, որ իրանք համաձայն չեն այդ ամենի հետ, որ իրանք չեն կարծում, որ պիտի ապրեն մի տեղ, որտեղ որ ամեն ինչը պետք է ավերված։ Ուրիշ տեղ ձուկը պետք է սարքել որոշակի բանով եւ վերին այդ բանով ինչ որ վիճակը բաց թողել Սևանում։ Ու մենք հանգիստ ապրում ենք, հանգիստ խոսում ենք ու այդ կառավարման համակարգի այն մարդիկ, որոնք որ որոշումները կա, թույլատվությունները տվել են եւ չեն վերահսկել այդ ամենը, հանգիստ ման են գալիս, ոչ մի խնդիր չկա։